ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք հարցազրույցների շարքը Գյումրիից եւ այսօր զրուցելու ենք քաղաքապետի դեմոկրատական այլընտրանք կուսակցության տեխնացու Արտյոմ Ղարաղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղարաղազարյան։ Բարև ձեզ։ Ընդդիմադիր տեխնացուներից շատերը հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել միմյանց հետ ԿՊ-ին իշխանազրկելու համար։ Դուք եւս նման հայտարարություն եք կատարել։ Ուզում ենք հասկանալ, կան ընդդիմությունում տեխնացուներ, որոնց հետ չէիք ցանկանա համագործակցել։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում գտնվող բոլոր տեխնացուների հետ ես ընդհանրապես ոչ մի տեսակի խնդիրներ չունեմ, բայց այստեղ մի հատ հարց է ծագում։ Նախ մենք պետք է նախընտրական փուլից հետո հասկանանք ընդդիմադիր դաշտից ովքեր են անցել այդ բարերային շեմը, այսինքն 4-6%-ի հետ կապված է դաշինք։ Հետո նոր ավելի պարզ կլինի, ովքեր մեր գաղափարներին ու գաղափարակիցներին կլինեն, ովքեր մեր ծրագրերին համահունչ ծրագիր կունենան, որպեսզի բոլորս միասին այս քաղաքը զարգացնենք, շենացնենք, այդ մարդկանց հետ մենք պատրաստ ենք միանալու եւ առաջ գնալու։ Եվ այստեղ նաեւ մյուս հարցը կա, մենք բոլորս միանալուց, վերցնելուց եւ այդ առաջի աթոռի մասին խոսանք, որը իմ կողմից նաեւ ընդունելի չէ, ժողովուրդը կարող է մեզ քվետալ, ժողովուրդը կարող է մեզ վստահել, մենք նաև կարող ենք լինել շատ լավ օպոզիցիա, աշխատել մեր քաղաքի, մեր ժողովրդին, մեր շահերին։ Այսինքն այդ հարցի հստակ պատասխանը մենք կունենանք ամսու 30-ից հետո։ Մենք միանշանակ պետք է տեսնենք, ովքեր են անցել բարերային շեմը, ում ենք մենք միանալու, թե ովքեր են մեզ միանալու։ Այստեղ տարբեր հարցեր կան, որոնք միանշանակ կարելի է այդ մասին խոսել ամսու 30-ից հետո։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ աշխատատեղեր եք ստեղծելու եւ բարձրացնելու աշխատավարձը։ Դուք Գյումրիի բյուջեով ինչպես եք պատրաստվում իրականացնել ձեր այդ տված խոստումները։ Տեսեք, այսօր մեր քաղաքապետարանը եւ քաղաքապետարանին ենթակա կառույցները ահավոր ձևի ուրճեցված են աշխատողների քանակով։ Մենք ունենք այսօր լուրջ աշխատակազմ, որ տարբեր բաժիններում եւ նույն բաժինները կարող ես աշխատանքային ժամին մտնել քաղաքապետարան եւ տեսնես ինչքան պարապորտի աշխատողներ կան։ Կարելի է նույնիսկ 1-2 աշխատողը բաժիններ կան եւ ոլորտներ կան, որտեղ կարող են մի 5 եւ 6 աշխատողի գործ կատարել։ Նաեւ քաղաքապետարանում ենթակա կառույցներ, որտեղ ուրճեցված է։ Այսինքն աշխատանքից ազատելու եք մարդկանց, աշխատանքից ազատելու ենք այն մարդկանց, ովքեր ընդունված են քաղաքապետարանում, քաղաքապետարանում ոլորտներում, այսինքն քաղաքապետարանի տիրույթում գտնվող այն աշխատողները, ովքեր ընդունված են գործի որպես ձայն, որպես ոչ թե աշխատող։ Այսինքն ուրճեցված է նրանում, որովհետև մարդիկ այսօր աշխատանք են կատարում եւ աշխատանքի մեջ են, պարզապես որպես կներեք ձայն բերող անձնավորություն։ Քաղաքապետարանում եւ քաղաքապետարանին կից կառույցներում աշխատելու են միան մասնագետներ, ոլորտը տիրապետող, բանիմաց, զարգացած մարդիկ։ Իմ անձնական կարծիքս է, որը միանշանակ բերելու է իշա ժողովրդին, իշա քաղաքին զարգացնելու երևույթ է։ Բայց տեսեք, պարոն Ղարաղազարյան, այստեղ քաղաքացիները աշխատատեղերի պակասի մասին էին խոսում, բայց դուք նշում եք, որ պետք է աշխատանքից ազատեք քաղաքացիներին։ Այդպիսով, ինչպես դուք ասացիք, ձայների հարցն է կարգավորվում, ուրճացված աշխատատեղերն են կրճատվում, բայց մարդիկ էլի շարունակում են մնալ առանց աշխատանքի։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ դեպքում լուծումը։ Աշխատատեղերի հետ կապված, տեսեք, նորից ասեմ, մեր քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակա, այսինքն բաժիններում, նաեւ հիմնարկներում, որոնք ունենք, մենք տեսեք կոմունալ, ավտոբուսային պարկ ունենք, մեծ
կառույցներ ունենք, որոնք ենթարկվում են քաղաքապետարան։ Այնտեղ բնակավարներ կան, որ ուռճեցված են աշխատողների քանակը։ Մենք եթե այդ մարդկանց կրճատելու ենք, բացառապես չենք կրճատելու հանր։ Նախ ուսումնասիրել ենք այդ մարդու կրթական ցենզը, աշխատանքային կարողությունները, միգուցե տեղափոխումներ կեղնեն։ Բայց այն մարդիկ, ովքեր այսօր ցայնի կամ ծանոթի կամ հարազատի համար այնտեղ են ու այդ մարդիկ օգուտ չեն տալիս մեր ժողովրդին, մեր քաղաքապետարանի աշխատանքին, միանշանակ ես դեմ եմ։ Իսկ աշխատատեղերի ստեղծման մասին ինչ կասեք։ Տեսեք, մենք քաղաքում ունենք աշխատողներ, անաստեղներեսներ, մեծ բիզնեսմեններ, որոնք աշխատատեղի խնդիրներ ունեն, հիմա աշխատողներ փնտրում են ու աշխատատեղ Գյումրիում էսպային, որ փնտրենք շատ կա։ Մենք օգնելու ենք, աջակցելու ենք այդ մարդկանց տեղավորել գործի, բիզնեսմեններին հնարավորություններ տալ, ընդլայնելու իրենց ամեն ինչը եւ նաեւ դրսից մեր կաբերը օգտագործելով ունենք մեծ կաբեր, իրենց տեղափոխել Հայաստան, որովհետեւ աշխատատեղեր բացենք եւ նրանք աշխատեն մեր քաղաքի համար։ Մեր քաղաքում կան լուրջ գործարար անձնավորություններ, որոնք գտնվում են արտասահմանում, այսօր այդ մարդկանց տալ հնարավորություն է պետք տալ, որպեսզի կան եւ ներդրումներ կատարել մեր քաղաքի համար։ Նաեւ մենք մեր ծրագրում նշված է ունենալու ենք հիմնադրամ, որոնք բաղկացած են լինելու մեր քաղաքի գործարարներից, դրսից բարերարներից, որը ղեկավարելու է ոչ թե քաղաքապետարանը, այլ մեր քաղաքում գտնվող հայտնի ճանաչված, հարգված մարդկանցից, ովքեր կարող են ուշադիր նայել, հետևել այդ հիմնադրամի ծախսերին, կառավարմանը, այդ մարդկանց միջոցով մենք կուսակցության անդամներից են լինելու։ Ոչ, միանշանակ այդտեղ կուսակցական ոչ մի շահեր չի լինելու, այդ հիմնադրամի շահերը միայն բխում են քաղաքից, քաղաքի ժողովրդի շահերից։ Այսինքն ցանկացած ոք եթե ներդրում է, այսինքն ֆինանսական աջակցություն կամ ներդրում է անում այդ հիմնադրամին, այդ հիմնադրամը ծախսվելու է մենակ իշա մեր քաղաքի, քաղաքաշինությանը եւ այդպես շարունակիր ծրագրերով։ Պարոն Ղարախազարյան, Գյումրիի փողոցներում բնակիչները մեծ զրույցում հաճախ են խոսում աղբահանության, թափառող շների ու ասֆալտապատման խնդիրների մասին։ Եթե այս ընտրություններից հետո ձեզ հաջողվի ընտրվել որպես քաղաքապետ, ինչպես եք պատկերացնում այս խնդիրների լուծումը եւ ինչ ժամկետներում։ Տեսեք, աղբահանության հետ կապված մենք այսօր ոչ մեքենայի խնդիր ունենք մեր կոմունալ ծառայությունում, այսինքն ունենք մեքենաների խնդիր, բայց մեր մեքենաները հնարավոր է եւ ի վիճակի են մեր քաղաքի մաքրությունը ապահովեն։ Պարզապես դրան հետևողականություն է պետք, որպեսզի ժամանակին դուրս գան, ժամանակին աղբահանեն, տարածքը մաքրեն, դուրս բերեն։ Այդ հարցը լուծվող, շատ արագ լուծվող, նույնիսկ օրերի հարց է, որը կարելի է հարցը լուծել։ Կարգապահության խնդիր կա այստեղ։ Միանշանակ։ Եվ մյուս հարցը աղբահանության հետ կապված, տեսեք, այլ խնդիր կա, որը այսօր թափառող շներին է բխում այդ տարածքը հավաքվելու։ Աղբամանները մեր քաղաքի շատ վատ վիճակում են։ Այսինքն աղբամաններ մենք պետք է ունենանք ժամանակակից, որոնք աղբը գցելուց հետո պետք է ի վիճակի լինել փակվել։ Աղբամանները փակել։ Բերաները պատ չմնա, որովհետեւ շները չհավաքվին այդտեղ կերհայթայթելու եւ միաժամանակ քաղաքացիները մոտենան, ունենան շների հետ կապված թիրախավորված խնդիր։ Շատ արագ փոխվելու է քաղաքի աղբամանները, որովհետեւ փակ լինի եւ աղբը դուրս չլցվի, փակեն լցելուց հետո։ Այդ հարցն էլ շատ արագ ու շատ հեշտ լուծվող հարց է, որը քաղաքապետարանի տիրույթում է, քաղաքապետարանի բյուջեն ի վիճակի է այդ հարցը կարգավորել։ Իսկ ինչ մնում է շներին, տեսեք շների հարցը պետք է լուծել հիմնովին։ Մենք նախ պետք է ունենանք ծրագիր եւ ունենք մենք այդ ծրագիրը, առաջնահերթությունը մենք պետք է հասկանանք Գյումրի քաղաքում քանի հազար թափառող շներ կան։
Եթե մենք չենք իմանում մեր թափառող շների քանակը, մենք չենք կարող նախատեսել ծախսեր, որոնք այդ խնդրի թեմը պետք է առնի։ Սկզբնական մենք պետք է ունենանք թափառող շների քանակը։ Այնուհետև հաջորդ process-ը նոր զբաղվել շներով։ Եվ այդ ամեն ինչը կարգավորելու համար մենք պետք է ունենանք հստակ ծրագիր, որը մենք ունենք, եւ այդ ծրագիրը իրականացնելը բարդ չի։ Օրինակ, ինչպես է պատկերացնում։ Տեսեք, եթե մենք շները, նայեք, այս ծևի, եթե ռեալ 1-ից 1 տարում կամ 1 ամսում այդ հարցը ինչ որ մեկը կսե կլուծվի, շների հարցը, ինքը չի լուծվելու 1-ից։ Աշճանաբար շոշափելի այդ զգացվի ժողովուրդը կտեսնին այդ հարցի լուծումը։ Տեսեք, եթե մենակ մենք փորձ ենք ասել, որ 1 տարում կամ 1 ամսում կամ 6 ամսում այդ հարցը մենք կլուծենք, ցանկացած մարդ այդ հարցի հիմնովին լուծման համար չի կարող այդ հարցը լուծել այդ ժամանակահատվածում, որովհետև տեսեք, եթե մենք շների կոնկրետ հարցի լուծմանը կասնենք, դա շատ մեծ գումար է, 15 միլիոն գումար է պետք հատկացնել, որովհետեւ այդ հարցերին մենք ստանանք լուծում։ Գյումրի քաղաքում ունենք 350 եւ ավելի փողոցներ, որոնցից այս պահին 180-ն է գրեթե պատրաստ եւ այդ 180-ում էլ կան նաեւ թերություններ, ասեմ ինչ թերություններ է։ Տեսեք, շինարարները կազմակերպել են, ներել են գործը, մենք ընդունեցինք, բայց մենք ասֆալտապատելուց մենք ունենք մայթեր, որտեղ մայթերում կան կազաններ, այսինքն կանաչապատ տարածքներ, որոնք մենք պետք է կանաչապատենք ծաղիկների տեսքով կանաչի բան։ Եվ նայենք մենք այստեղ մի հատ խնդիր ունենք։ Մենք չունենք ջրագծեր միացրած, որբիսի հետո բացենք, այդ կանաչապատ տարածքը մենք ջրենք, սնուցենք, որբիսի քաղաքը ունենա տեսք կանաչապատ տարածք։ Հավելյալ նորից ծախսեր են, որ քաղաքապետարանը այդ ամեն ինչը կազմակերպելու համար կոմունալը պետք է ունենա ավտոներ, ջրատար, որբիսի այդ հարցերին մենք տանք լուծումներ։ Ես կողմ եմ ամեն ինչը կազմակերպել շատ հաշվարկված եւ հիմնովին բոլոր խնդիրները լուծված սկսենք։ Մենք ունենք նոր փողոցների հետ կապված, տեսեք, խնդիրներից մեկը ասած Ստոլբեկը, այսինքն հենասյուները, նայեք, տեսեք, որովհետեւ ուշադիր նայեք, խնդիր չկա, վճարված է, շինարարը երել է գործը ընդունել են, բայց նայենք, Ստոլբե մեկը, այսինքն հենասյան մեկը, այս կողմը, մյուսը, այն կողմը անհավասարաչափ դրված է, որը ասենք շատ հեշտ լուծվելու հարցեր է, շատ հեշտ։ Կարելի է այդ ամեն մանրունքին ուշադրություն դարձնել, այսինքն նոր վերջացրած փողոցների հետ կապված թերություններ։ Իսկ մյուս փողոցների հետ կապված, տեսեք, մյուս փողոցները մեր քաղաքի բյուջեն այնքան փոքր է, որ հնարավոր չի մեր քաղաքի բյուջեով, ասենք մնացած այն 150-170 մոտ փողոցները վերջացնել։ Բայց կան, չէ՞, դրանց մասին ձեր նախընտրական ծրագրերը։ Այո, տեսեք, ինչ քաղաքապետարանի բյուջեի հնարավորությունների տիրույթում է, մենք միանշանակ շատ արագ այդ հարցերը լուծելու ենք։ Իսկ մեծ ծրագրերը, մեծ փողոցների հետ կապված, մենք ծրագրերով, վարկերով եւ նաեւ կառավարությանը խնդրելով, դիմելով մենք պետք է բերենք ծրագրեր եւ քաղաքի փողոցաշինությունը վերջացնենք, այսինքն զարկ տանք։ Եվ նաեւ ես կողմնակից եմ առաջնահերթությունը տալ քաղաքի ծայրամասային եւ քաղաքի մուտքերի փողոցները վերանորոգել, սարքել, քանի որ մեր ծայրամասերի բնակչությունը այսօր լուրջ տեղաշարժի խնդիր ունեն։ Համագործակցության մասին խոսեցիք, օրինակ, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր թեկնածու, ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ այդ թեկնածուն լինեք դուք։ Ինչպես եք պատկերացնում այդ համագործակցությունը ներկայիս գործող իշխանության հետ։ Որևէ խնդիրներ, տարակարծություններ իհարկե կլինեն, բայց դուք պատրաստ եք այդ համագործակցությանը կառավարության հետ։ Այս պահին մեր ընդդիմադիր հայացները չի նշանակել, որ մենք այս պահին կառավարության հետ չենք աշխատելու։ Կառավարության հետ բոլորն են աշխատելու։ Ով ասում է չի աշխատում, ինքը ես չգիտեմ։
այս քաղաքը այս կառավարության, այս երկրի քաղաքներից է։ Աշխարհում շատ երկրներ կան, տեսեք, ընդդիմադիր քաղաքապետներ կան եւ ո՞նց են աշխատում։ Տեսեք, օրինակ բերենք մեր երկիրը։ Մենք մոտ 49 քաղաք եւ քաղաքատիպ ավաններ ունենք։ Բոլորի քաղաքապետները դիմադիր են։ Ոչ, մենք ընդդիմադիր քաղաքապետներ ունենք։ Նաեւ կարող ենք արձանագրել դիմադիր քաղաքապետները, ընդդիմադիր քաղաքապետներից ինչ են առավել արել։ Ոչ մի բան։ Մենք այսօր կոնկրետ մեր երկրում 6-ից 10 ընդդիմադիր քաղաքապետներ ունենք։ Շատ լավ կաշխատին, շատ լավ գործեր կենեն։ Ինչ եղե։ Իրանք ինչ խնդիր ունեն։ Այսինքն մենք ընդդիմադիր հայացքներ ունենք, բայց մեր ընդդիմադիր հայացքները չի տանելու նրան, որ մենք կառավարությանը դեմ ենք գնալու մեր ժողովրդի բարեկեցիկ ապրելու համար։ Չէ, մենք աշխատելու ենք, մեր հայացքները մնում են մեզ, բայց մեր գործերը մենք պետք է աշխատենք շոշափելու ցույց տանք ժողովրդին եւ աշխարհին փորձը ապացուցել է, որ ընդդիմադիր քաղաքապետ լինելը դա չի նշանակում չաշխատել։ Պարոն Ղարախազարյան, Գյումրին հայտնի է իր հումորով։ Ուզում եմ հարցազրույցն ավարտենք հումորային մի պատմությամբ, որը գուցե ձեզ հետ է կապված, գուցե քաղաքականության հետ։ Տիկին Կիրակոսյան հասմիկ ունեինք մենք, շատ լավ կին էր։ Բազեի համահայկական հավաքների ժամանակ իրան մեքենայով գնում ենք բազեի համահայկական հավաքների, հասանք Ծաղկաձոր քաղաք, որոշտե մոռացել ես ճանապարհը։ Այդտեղ կանգնանք գյուղի մեջը, մի համ երեխու հարցրեց, թե տաղա ջան, սպորտ բազա ինչ պետք է տանք։ Դες երեխեն, դες հենց ուղիղ կեշտակ, հետո կթեքվիկ աճ, հետո կթեքվիկ ծաղ, մի քիչ երկար կեշտակ, նորից աճ, նորից ծաղ, պես երկար պատմեց, վերջում սեց։ Այնտեղ մի հոգիմ կեղնիկ հարցնեք, ձեզի ճամպեն կսե։ Սավ կատաղա, սավ տունդեղ կեղնի սորա նորից մենք հարցնենք։ Տեսեք, ամենա հին մարդկանցից մեկն է մեր քաղաքում, ով միշտ փայլուն ներկայացրել է մեր քաղաքը։ Մեր քաղաքի պատիվը միշտ պահել է ու այդ ժամանակ կարելի ասել 70-նանց ինքը կին էր ու մեզ է դերելի։ Եթե չեմ սխալվի, քաղաքի մշակույթի բաժնի վարիչներ էլի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Գյումրիի քաղաքապետի դեմոկրատական այլընտրանք կուսակցությունից առաջադրված թեկնածու Արտյոմ Ղարախազարյանի հետ։